Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ապրիլի 1-ին այցելեց նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը նախագահին եւ նրա տիկնոջը Տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Մայր տաճարում, ներկայացրեց հայոց եկեղեցու եւ Սուրբ Էջմիածնի դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման գործում։ Հայոց հայրը հաստատեց, որ պատմության ընթացքում հայ ժողովուրդն իր հավատքի զորությամբ եւ առաստված ապավինությամբ է դիմագրավել նեղություններն ու փորձությունները, Քրիստոսի նմանությամբ հաղթահարել բազում Գողգոթաներ, այդ թվում 20-րդ դարասկզբին իրականացված ցեղասպանությունը։ Հայոց կաթողիկոսը հույս հայտնեց, որ նույն հավատքով ու ամուր կամքով հայ ժողովուրդը կհաղթահարի նաև վերջին տարիներին հայրենիքին պատուհասած փորձությունները եւ ներկա ծանր մարտահրավերները։ Հաշվի առնելով այն, որ Գերմանիայի նախագահը մեկնելու էր նաև Ադրբեջան, վեհապար հայրապետը խնդրանքով դիմեց պարոն Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին Բաքվում բարձրաձայնելու Արցախի ժողովրդի արդար իրավունքների, ինչպես նաև հայ ռազմագերիների ազատ արձակման, հայկական հոգևոր մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։ Այդ հարցերի հետևողական բարձրաձայնման շնորհիվ միայն հնարավոր կլինի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատել եւ ժողովուրդների խաղաղ հույակցության պայմաններ ստեղծել, նշեց Նորին Սրբությունը։ Գերմանիայի նախագահը շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը քրիստոնեական հնագույն սրբավայր այցելելու հնարավորության համար իր հերթին կարևորեց կրոնների դերակատարությունը ժողովուրդների կյանքում խաղաղության եւ համերաշխության ապահովման գործում։ Պարոն Շտայնմայերը հավաստիացրեց հայոց հայրապետին, որ իր միջնորդական ջանքերը կգործադրի ի նպաստ տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման։ Հանդիպման ավարտին հայոց կաթողիկոսը Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի հետ միասին իջման Սուրբ Սեղանի առջև աղոթեցին աշխարհում խաղաղության եւ մարդկության բարոր ու ապահով կյանքի համար։ Նախագահը Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի ուղեկցությամբ շրջեց նաև Մայր տաճարում, ծանոթացավ հիմնանորոգված սրբավայրի պատմությանը։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս arczepiskopos Ներսիսյանը 40-ամյա հոգևոր ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ շքանշանների ու պետական պարգևների։ Դրանք տրվել են որպես գնահատանք այն հսկայածավալ աշխատանքի, որ իրականացրել է Սրբազան հայրը թեմում եւ միջեկեղեցական հարաբերություններում։ Թեմական կյանքում կարևոր իրադարձություն էր, երբ մարտի 25-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Եզրաս Սրբազանին շնորհվեց Ալեքսանդր Նևսկու անվան շքանշան, կրոնական կազմակերպությունների հետ փոխհարաբերությունների գործում ունեցած մեծ ավանդի համար։ Այս առիթով Եզրաս Սրբազանին շնորհավորելու էին եկել Ռուսաստանի նախագահին առընթեր ներքին քաղաքականության հարցերով կրոնական կազմակերպությունների հետ փոխգործակցության վարչության պետ Եվգենի Երյոմինը եւ գլխավոր խորհրդական Ալեքսանդր Տերենտևը։ Այս պարգևատրումը խորհրդանշական է, որովհետև ժամանակին, երբ Ռուսիան պայքարում էր Արևելքի դեմ, իշխան Ալեքսանդր Նևսկին մեծ դեր է խաղացել պետականության կայացման եւ պահպանման գործում։ Այս պարգևատրումը նշանակում է, որ ռուս հասարակությունը գնահատական է տալիս Սրբազանի գործունեությանը եւ որպես հոգեվոր սպասավորի եւ որպես Ռուսաստանի քաղաքացու, որը մեծ ջանքեր է ներդնում երկրի զարգացման գործում։ Ռուս զորավար պետական գործիչ սրբերի շարքը դասված Ալեքսանդր Նևսկու անվան շքանշանը Եզրաս Սրբազանի շնորհված բարձրագույն պետական պարգևների շարքում միակը չէ։ Դեռևս 2010 թվականին նախագահ Դմիտրի Մեդվեդևը Կրեմլում Սրբազանին պարգևատրեց բարեկամության շքանշանով, ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում մեծ ավանդի, ինչպես նաև հոգևոր մշակույթի զարգացման համար։ Հաջորդ պետական կարևոր նշանակություն ունեցող պարգևը Եզրաս Սրբազանը ստացավ 9 տարի անց, 2019 թվականին։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նրան շնորհվեց պատվո շքանշան, հոգևոր եւ մշակութային կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի եւ կրթական ակտիվ գործունեության համար։ Այս պարգևատրումով Ռուսաստանի նախագահը եւս մեկ անգամ ընդգծեց հայ ժողովրդի կարևոր դերը Ռուսաստանի Դաշնությունում։ Սա նաև հայ մշակույթի եւ հայ եկեղեցու հանդեպ տածած հարգանքի նշան է։ Շատ հայեր են ապրում Ռուսաստանում, եւ մենք բոլորս պարտավորված ենք ծառայելու մեր երկրորդ հայրենիքին, ինչպես մեր Սրբազանը։ Բոլոր հայերի անունից շնորհավորում եմ Եզրաս Սրբազանին, արժանի պարգևատրման, նաև այն անձնվեր ծառայության համար, որ իրականացնում է մեր եկեղեցու եւ Աստծո փառքի համար։ Այս պարգևները միայն իմը չեն, դրանցում Ռուսաստանաբնակ յուրաքանչյուր հայ իր ներդրումն ունի, ասում է Եզրաս Սրբազանը։ Ալվարդ Նազարյան, Արթուր Սարգսյան, Եկեղեցական կյանք, Մոսկվա։
Ապրիլի 7-ին հայ առաքելական եկեղեցին կնշի Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնը։ Պատարագի ավարտին կկատարվի մայրերի ու մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ։ Այդ օրը եւս մեկ անգամ անդրադառնում ենք ավետման Սուրբ գրային պատմությանը, որի համաձայն Գաբրիել հրեշտակն Աստծո կողմից ուղարկվում է Գալիլեայի Նազարեթ քաղաք եւ Հովսեփի նշանածին Մարիամին ավետում, որ կհղիանա Սուրբ Հոգուց եւ Հիսուս անունով որդի կունենա, որը բարձրալի որդի կկոչվի, կժառանգի Դավթի գահը եւ նրա թագավորությունը հավիտենական կլինի։ Ահա Տիրոջ աղախինն եմ, թող քո խոսքի պես լինի ինձ, հրեշտակի ավետիսին պատասխանում է Մարիամը։ Ընդհանրական եկեղեցին փառաբանում է Տիրամորը անսահման խոնարհության, աստվածպաշտության եւ աստվածային կամքին հնազանդ լինելու համար։ Նա համարվում է ընտրյալանոթ, որի միջոցով բացվեց մարդկության փրկության ճանապարհը։ Մեր եկեղեցին Աստվածամորը վեր է դասում անգամ հրեշտակներից ու հրեշտակապետերից, նրան համարելով ամենասրբուհի։ Մարիամ Աստվածածնի մեջ բյուրեղացած է առհասարակ կնոջ առաքինի կերպարը։ Քրիստոսի ծննդյան ավետումով տրվեց մարդկության փրկության ավետիսը։ Աստվածորդին պետք է աշխարհ գար, որպեսզի հավիտենական կյանքի ճանապարհը բացեր մարդկության համար։ Մարդացմամբ Փրկիչը մարդու հետ պիտի կիսեր մարդկային ցավերն ու տկարությունները։ Աստված մարդացավ, որպիսի մարդն աստվածանա, ասել է ընդհանրական եկեղեցու հայրապետ Սուրբ Աթանաս Մեծը։ Ավետման տոնին կբացվեն խորանի փակ վարակույրները, որոնք փակվում են մեծ պահքի ընթացքում, եւ հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ, կտրվի հաղորդություն։ Հավատացյալներն Աստվածամոր բարեխոսությունը կխնդրեն իրենց աղոթքներով։ Պատարագի ավարտին կընթերցվի Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը եւ աղոթքը, որով նորին սրբությունը օրհնված եւ խաղաղ կյանք է խնդրում մայրության շնորհ ստացած կանանց համար։ Սուրբ Աստվածածնի ավետումը, որը հայ առաքելական Սուրբ եկեղեցին նշում է ամեն տարի ապրիլի 7-ին, Տիրամորը նվիրված 8 տոներից մեկն է։ Մասյացոտնի թեմի Դարբնիկ գյուղում եկեղեցի է կառուցվում։ Շինարարությունը մի քանի տարի առաջ է սկսվել, թեմակալ առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի նախաձեռնությամբ, երբ Մասյացոտնի թեմը դեռ նոր էր ձևավորվել։ Այս եկեղեցու կառուցման ակունքներում կանգնած են երկու եղբայրներ, որոնցից մեկը գյուղապետն է, Գիզիրյան եղբայրները եւ Մոսկվա բնակ Պողոսյան Արսենը, որը ծագումով Արցախցի է։ Մենք առաջարկեցինք նաև ենթակառուցվածքներ հավելել եկեղեցուն, տեսնում եք, ուրեմն գիծ մատուր կունենա եկեղեցին, որը կծառայի նաև իբրև մոմավարության սրահ, որպեսզի պատարագի ժամանակ չխանգարվի, պատարագի արարողությունը կունենա նաև Կիրակնորիա դպրոց, հովատուն եւ գրատուն։ Այսինքն բոլոր պայմանները ստեղծվում են, որպեսզի լիարժեք հոգևոր կյանք հնարավոր լինի կազմակերպել։ Եղբորս հետ միասին մենք որպես քրիստոնյա հավատացյալ ժողովուրդ փորձեցինք գյուղում կառուցել մի փոքրիկ մատուր։ Այդ մասին լսեց մեր ընկերը Արսեն Պողոսյանը, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, եկավ Հայաստան եւ հանդիպեցինք եւ այսպեսի որոշում կայացրեցինք, որպեսզի կառուցենք մեծ եկեղեցի եւ հողատարածքը նվիրաբերեց Արթուրը ու սկսեցին շինարարությունը։ Տարբեր բնակավայրերից, այդ թվում նաև Արցախից եւ Սիրիայից, Դարբնիկ տեղափոխված ավելի քան 1800 բնակիչ ունի գյուղը։ Եկեղեցական արարողությունների մասնակցելու համար դարբնիկցիները հաճախում են հարակից գյուղերի եկեղեցիներ եւ անհամբեր սպասում են իրենց աղոթատան շինարարության ավարտին։ Հավատացյալ ժողովուրդ են, հայ ենք, ոնց կարան չսպասենք, քրիստոնյա ազգ ենք։ Մենք մի քար դնելուց կարելի ասած, ասում ենք այսօր էլ մի քար ավելացավ։ Կենտրոնագմբեթ Խաչաձև եկեղեցին Անիի ծիրանագույն տուֆով է կառուցվում։ Քո դրած քարը հետո հավատավոր մարդիկ համբուրելու են։ Պիտի արժանի գործանես, ասում է վարպետ Արտաշը։ 17 մետր բարձրություն եւ 100 քառակուսի մետր մակերես ունի եկեղեցին։ Կարծում եմ իր չափերով պիտի բավականացնի, բայց ապագային մտածում եմ, որ պիտի դեռ փոքրություն էլ անի։ Եթե այս մտորումը չունենանք, չպիտի ծառայությունը սկսենք։ Դարբնիկ գյուղի օրինակով մենք քաջալերում ենք նաև մյուս համայնքներին, որպեսզի իրենց բնակավայրերում ունենան եկեղեցի։ Եվ պիտի ասեմ, որ դրա եկեղեցի ունենալու ցանկությունը, զգացումն ու գիտակցությունը օր-օրի ավելի զորանում է մեր ժողովրդի մեջ։ Իհարկե նաև մեր հովիվների կատարած
աշխատանքի շնորհիվ է, երբ որ հասկանում եմ, որ մեր եկեղեցին մեր ինքնության, մեր ժառանգության կարևորագույն մասն է եւ որքան մոտ լինենք մեր եկեղեցուն, այնքան մեր ինքնության գիտակցությունը, մեր ազգային ոգին ավելի զորավոր պիտի լինի։ Եվ պիտի կարողանանք միասնաբար հաղթահարել բոլոր խնդիրները, որ ծառացած են այսօր մեր հայրենիքի ու ազգի առջև։ Եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասնակի եկեղեցին այս տարի պատրաստ կլինի գործարկման համար, իսկ մինչ այդ Վեմ քարի վրա Ծաղկազարդի տոնական պատարագը կմատուցվի։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Մեծ պահքի ողջ ընթացքում փակ են մնում եկեղեցիների վարագույրները, բացառությամբ մի քանի տոնական օրերի, որոնք համընկնում են պահոց շրջանի հետ։ Դրանցից են Աստվածածնի ավետման եւ Գրիգոր Լուսավորչի մուտնի վիրապ տոները։ Այս տարի Լուսավորչին վիրապի մահապարտների գուբում բանտարկելու հիշատակության օրը կնշենք ապրիլի 5-ին։ Այդ օրը ուխտագնացություններ են կազմակերպվում դեպի հայոց տարբեր սրբավայրեր։ Սովորաբար ուխտավորների բազմաթիվ խմբեր են այցելում Խոր Վիրապ, որտեղ 14 տարի օձերի եւ կարիճների մեջ աղոթքով ու ճգնությամբ կարողացել է ողջ մնալ հայոց հավատի հայրը։ Այդ օրը բացվում է եկեղեցու խորանի վարագույրն ու մատուցվում է բաց պատարագ, հավատացյալները հաղորդություն են ստանում։ Սովորաբար հիշատակության այս տոնին Խոր Վիրապի վանք է բերվում Գրիգոր Լուսավորչի մասունքակիր աչը։ Մարդիկ մոտենում եւ հաղորդակցվում են մասունքից բխող զորությանը։